Եվ այսպես, ում հովանու ներքո են պաշտոնական Երևանն ու Բաքուն միավորվել Ռուսաստանի Դաշնության դեմ։ Հարգելի հեռուստադիտողներ, ինչպես հիշում եք, նախորդ շաբաթ Հայաստանի Հանրապետությունում էր գտնվում աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ով Արարատ Միրզոյանի հետ իր համատեղ ասուլիսի ընթացքում նշեց, որ իր կարծիքով կողմերը արդեն հատել են այն գիծը, որից այն կողմ թողել են միմյանց նկատմամբ մեղադրանքները կամ միմյանց նկատմամբ նեղացվածություն եւ ահա դրանից հետո կողմերը արդեն պատրաստ են վերականգնել փաստացի նախկին բարի դրացիական հարաբերությունները։ Վատ ցանկություն չէ, բայց եկեք ի վերջո հասկանանք գետնի վրա իսկապես զարգացումները հենց այդ սցենարով են ընթանում, թե ոչ։ Հարգելի հեռուստադիտողներ, ինչպես հայտնի է, մայիսի 27-ից 29-ը Ռուսաստանում տեղի է ունենում արդեն 13-րդ միջազգային գագաթաժողով, ասենք, ֆորում, ասենք, հանդիպում, ասենք, որին մասնակցում են տարբեր երկրների անվտանգության հարցերով պատասխանատուները։ Ֆորում, որը ղեկավարում է Ռուսաստանի Դաշնության նախկին պաշտպանության նախարար, ներկայումս անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, ավելի քան 100 երկրից ավելի քան 125 պատվիրակություն մասնակցում են այդ միջոցառմանը, ընդգծենք նաև հետևյալը, որ առաջին անգամ վերջին մի քանի տարիների ընթացքում նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչներն են լինելու այդ միջոցառմանը, ճիշտ է, Ռուսաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան ներկայացուցիչները, բայց այնուամենայնիվ արձանագրենք դա, այսինքն բավականին ներկայացուցչական միջոցառում է տեղի ունենում։ Հայաստանը իրապես եւս այս տարի մասնակցում է այդ միջոցառմանը, բայց նրբերանգը այստեղ կայանում է նրանում, որ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հերթական անգամ նպատակաուղղված կերպով բաց է թողնում այդ միջոցառումը, որը անցկացվում է Ռուսաստանում կամ ցանկացած այլ միջոցառում, որը անցկացվում է Ռուսաստանի հովանու ներքո գտնվող տարբեր ինտեգրացիոն ֆորմատների շրջանակներում, Արմեն Գրիգորյանը աշխատում է բաց թողնել այդ հանդիպումները եւ այս միջոցառումը Մոսկվայում դրա վառ օրինակներից մեկն է։ Անկցենք նաև հետևյալը, Արմեն Գրիգորյանին փոխարինում է Հայաստանի Հանրապետության դեսպանը Ռուսաստանի Դաշնությունում Գուրգեն Արսենյանը։ Պաշտոնական բացատրություն բացակայության հետ կապված եւս կա։ Անվտանգության խորհուրդը համապատասխան հայտարարություն է տարածել եւ նշել է, որ քանի որ Արմեն Գրիգորյանը զբաղված է եւ մասնակցում է մայիսի 28-ի տոնական միջոցառումներին, նա հնարավորություն չի ունենա գնալ Ռուսաստանի Դաշնություն եւ մասնակցել վերոնշյալ միջոցառմանը։ Հարգելի հեռուստադիտողներ, վերջին մի քանի տարիների ընթացքում մենք ականատես ենք եղել նրան, թե ինչպես են պաշտոնական Երևանը եւ պաշտոնական Բաքուն սինխրոն կերպով տարբեր միջոցառումներ կազմակերպում, տարբեր հայտարարություններ անում, տարբեր քայլեր իրականացնում։ Հիշում եք օրեր առաջ, երբ որ մայիսի 9-ին Ռուսաստանում նշվում էր մեծ հայրենական պատերազմում հաղթանակի 80-ամյակը, Իլհամ Ալիևը բացակայեց այդ տոնական միջոցառումներից եւ բացատրեց նրանով, որ նա անհրաժեշտություն ունի մասնակցել Հեյդար Ալիևի հերթական ծնունդին նվիրված հերթական միջոցառումներին, բայց հետագայում արդեն մենք տեսանք նախ Ադրբեջանի նախագահի շահկապված լրատվամիջոցները ասացին, որ դա քաղաքական բոյկոտ էր, մյուս կողմից էլ մենք տեսանք, որ Ալիևը հենց այդ ժամանակ Արցախում, եկեք այսպես ձևակերպենք, հերթական ադրբեջանական հավաբունն էր բացում, հետևաբար Արմեն Գրիգորյանի բացատրությունը եւս այս տրամաբանության շրջանակներում կարող են դիտարկել։ Բայց ինչն է նաեւ հետաքրքիրը, Մոսկվայից նաեւ հիշարժան գնահատական եկավ եւ իրենք նշեցին, որ այդ ֆորումի շրջանակներում հաշվի առնելով բավականին հագեցած օրակարգը Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջև առանձին բանակցություններ նախատեսված չեն։ Բավականին լավատես են մեր հարգարժան ռուս գործընկերները, որ կարծում են, որ ռուսական հարթակում առհասարակ հնարավոր են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև բանակցությունները։ Այդ բանակցությունները անհնար են եւ դա պայմանավորված չէ նրանով, որ այդ ֆորումի օրակարգը բավականին հագեցած է, այլ պայմանավորված է քաղաքական որոշմամբ։ Ընդհանրապես Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը հանձնում էր Ադրբեջանին հենց այդ նպատակով, ոչ միայն ձերբազատվելու համար Արցախի հանրապետությունից, այլ նաև այն բանի համար, որ Ռուսաստանը հնարավորինս արագ կերպով դուրս բերվի տարածաշրջանից եւ Ռուսաստանը դուրս բերվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ընթացող բանակցային գործընթացից։ Դրա համար էր անհրաժեշտ Պրագան։ Ավելին, երբ որ մենք հետահայաց փորձում ենք վերլուծել այն ամենը, ինչ տեղի է ունեցել Հայաստանի հանրապետության հետ, Արցախի հանրապետության հետ վերջին տարիների ընթացքում,
կա առնվազն հիմնավոր կասկած, որ հոկտեմբերի 6-ին 2022 թվականին տեղի ունեցածը դեռևս պետք է տեղի ունենար 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում, բայց այն ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ուղիղ միջամտության արդյունքում պատերազմը դադարեցվեց։ Մենք Արցախից որոշակի հատված պահպանեցինք, ռուս խաղաղապահները հայտնվեցին Արցախի հանրապետությունում, բայց հետո եկավ Պրահան, եկավ Նիկոլ Փաշինյանի որոշումը, Շարլ Միշելի եւ Էմանուել Մակրոնի քաղաքական կառավարությամբ Արցախը հանձնվեց Ադրբեջանին, ինչի արդյունքում մենք ունենք մի իրավիճակ, երբ որ առաջին անգամ հազարամյակների պատմության ընթացքում Արցախում գրեթե հայեր չկան։ Այս պայմաններում կարծել, որ Հայաստանը կամ Ադրբեջանը պատրաստ կլինեն բանակցությունների ռուսական հարթակում, կրկին ասենք, սա ոչ միայն չափազանցություն է, այլ նաեւ չափազանց մեծ լավատեսություն, բայց այստեղ նաև տրամաբանական հարց է առաջանում, լավ, իսկ եթե ոչ Ռուսաստան, ապա ինչ հարթակում հայկական կողմը եւ ադրբեջանական կողմը պատրաստ են բանակցությունների, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշխարհակահաղական գործընթացների մեջ վակուում չի լինում, եւ եթե դու փորձում ես ինչ-որ մի խաղացողի դուրս մղել տարածաշրջանից, նրան փոխարեն անպայման այլ խաղացող է գալու կամ դու ես փորձել այդ խաղացողին ներքաշել տարածաշրջան, Ալիևն ու Փաշինյանը այս հարցով ունեն կոնսենսուս եւ իրենց համար նախընտրելի աշխարհակահաղական դերակատարը Թուրքիան է։ Հետևաբար չզարմանաք, որ Հայաստանը եւ Ադրբեջանը, որոնք մերժում են բանակցությունները ռուսական հարթակում, մի օր հայտնվեն միասին Թուրքիայում, բանակցություններ վարեն, ինչու՞ չէ նաեւ ինչ որ մի փաստաթուղթ ստորագրեն։ Այստեղ պետք է արձանագրել նաև հետևյալը, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները իրենք խուսափում են ռուսական կողմի հետ ոչ միայն սուբստանտիվ բանակցություններից տարբեր ռուսական հարթակներում, այլ նաև նույնիսկ Հայաստանի Հանրապետությունում եւ եկեք երկու օրինակ բերենք։ Վերադառնանք Սերգեյ Լավրովի այցին։ Արարատ Միրզոյանը չդիմավորեց Լավրովին օդանավակայանում։ Արարատ Միրզոյանը Լավրովի հետ չգնաց հաղթանակի այգի արարողակարգային միջոցառմանը մասնակցելու համար, ավելին ըստ օդում կախված լուրերի մի շարք այլ արարողակարգային միջոցառումներ հայկական կողմը չի իրականացրել որպես ընդունող կողմ։ Սա վերաբերմունքի դրսևորում էր պաշտոնական Մոսկվայի եւ նաեւ անձամբ Սերգեյ Լավրովի նկատմամբ եւ եւս մի կարևոր հանգամանք հարգելի հեռուստադիտողներ, ինչպես գիտեք, Հայաստանում դիվանագիտական ֆորում է անցկացնում Նիկոլ Փաշինյանը, Երևանյան դիալոգ 2025 Բացեք մասնակիցների ցուցակը, արտաքին գործերի նախարարության կայքում այդ ցուցակը կա եւ փորձեք գտնել գոնե մեկ ներկայացուցիչ, որը Ռուսաստանի Դաշնությունից է։ Եթե գտնեք, մեզ տեղեկացրեք դրա մասին, բայց փոխարենը դուք վստահաբար կգտնեք Թուրքիայի ներկայացուցչին, այսինքն ոչ միայն Լավրովին այստեղ չեն ընդունում, համապատասխան վերաբերմունք են դրսևորում բացասական, այլ նաև այս տեսակ դիվանագիտական ֆորումի շրջանակներում Ռուսաստանի ներկայացուցչին չեն հրավիրում, բայց Թուրքիայի ներկայացուցչին հրավիրում են։ Մտածեք այդ մասին։